Նարկոլոգիական հաշվառումը դա մեզ բոլորիս էլ պարզ է, գաղտնիք չէ, որ գաղտնիք չի որևէ մեկիս համար, որ ինքը չի արտահայտում իրական պատկերը։ Իրական պատկերի համար միջազգային ստանդարտներով խոսքը վերաբերվում է, ասենց շատ մի քիչ շատ չխորանամ, Լիսաբոնյան համաձայնագիր գոյություն 2000 թվականների, ըստ որի գոյություն են համաճարակաբանական 5 ցուցիչներ։ Առաջին ցուցիչին ես անդրադառնամ, առաջին, այսպես ասած, առանցքային կարևորագույն ցուցիչին, թմրամիջոցների իրավիճակը գնահատելու, դա ազգաբնակության շրջան տարածվածության գնահատումն է։ Ազգաբնակության շրջան տարածվածության գնահատումը իրականացվում է միայն եւ միայն հստակ ընտրված ընտրանքի միջոցով, համահանրապետական կամ համապետական հարցում իրականացվի բավականին ծավալուն հարցաթերթերով, որի արդյունքում դա միջազգային մոտեցում է, իրական միջազգային ստանդարտ է, որի արդյունքում մենք կարող ենք պատկերացում կազմենք մեր երկրում թմրամիջոցների տարածվածության վերաբերյալ։ Նարկոլոգիական հաշվառում ինքը ուղղակի տվյալ է այն մարդկանց վերաբերյալ, որոնք դիմել են նարկոլոգիական բուժման կամ իրավապահ մարմինների ուղեգրերով կամ որոշումներով տոքսիկոքիմիական հետևություն են անցել եւ հաշվառվել են նարկոլոգիական ծառայության կողմից։ Բայց այդ թիվը իհարկե չի արտահայտում իրական պատկերը։